Ողջույն։ Ապրիկ։ Մենք կգտնվենք Ֆլորանս քաղաքի, իրենք կգոչեն Ֆիրենցե, մեդիևալ քաղաք մնա ասիկասիրներ, ճիշտ կետրոնը։ Եվ այս շենքը որ կտեսնեք, կգոչվի, այս հրապարակը նախասեմ, որ կգոչվի Piazza della Signoria, այսինքն դուքերու, իշխաններու, լորդերու հրապարակ, նաև գոչված է Piazza del Popolo, այսինքն ժողովրդի հրապարակ, կենտրոնական բաժին է ասիկա, այս բալադը, որ կգոչվի ուրեմն Palazzo Vecchio, այսինքն հին բալադ, հին թղյակ, ամբողջությամբ սիրելիներ pedagogan գետրոնի եղած է մեդիևալ ժամանակները միջնադարյան սկսյալ, այսօր ալ pedagogan գարույց է եւ մեկ մասը ամբողջությամբ թանգարան է։ Ներսը սիրելիներ, ասկի առաջ դարած եմ ուխտավորներ, ներսը հսկա սրահներ կան, հսկա պատկերներ կան, թանգարանի պես է։ Գնացեք սիրելիներ աշտարակը, բարձր աշտարակը, այս հրապարակին վրա բազմաթիվ իշխաններու, բազմաթիվ չաստվածներու կամ առասպելական էյագներու արձանները կան։ Հռչակավոր է սիրելիներ Միքելանջելոյի Դավիթի արձանը, Դավիթ Մարգարեին արձանը, Դավիթը սիրելիներ իր երիտասարդական հզորության մեջ կանգնած եւ ցերկը բռնած է Բարսադիգը։ Գիտեք ինչ է Բարսադիգը։ Այն ուրեմն կորզիկ այն Բարսադիգը, որուն զարգավ Կողիաթին զարգավ, ուրեմն մեջը քարտրավ, դարձուց եւ ղրգեց, նեդեց եւ Կողիաթին ճակատին զարդվեցավ եւ հսկա Կողիաթը ինգավ։ Ուրեմն տեսեք, Դավիթը ադիգա է, տեսեք այս առաջին արձանը որ գանքներ է, տեսեք իր հաղթական վիճակի մեջ եւ պիտի տեսնեք սերներ եւ որ մոդենանք, նույնիսկ իր ճիղերը, մարմարի վրա շատ գադարյալ գլուխ գործոց է եւ տեսեք Դավիթը ցերկը բռնած է Բարսադիգը եւ իր ոտքի ցևը նայեցեք, գանքնած է շարժում վիճակի մեջ։ Չէ գանքնած որովհետեւ այսպես նկարվի, այո, գանքնած է շարժում վիճակի մեջ, որովհետեւ պատրաստ է ինչ անելու, հարվածելու Կողիաթը։ Եվ աղոթենք սիրելներ, որ մեր ազգնալ Դավիթի նման այսպես հզորը լա, պատրաստը լա միշտ հոգեպես եւ ֆիզիկապես որպես փանակ Կողիաթները, աշխարհի Կողիաթներուն հարվածելու, որպեսզի մեր ազգը լա խաղա։ Այդ եղը սիրելիներ գտեսնենք հիմա դարբեր առասպելական թեմքեր, գես մարդ, գես գենթանի կամ զանազան չաստվածներու արձաններ։ Տեսեք, այս ամբողջ հրապարակը մեկատեսան գլորակ դարձեք, այս ամբողջ հրապարակը սիրելիներ զանազան թանգարաններ են, զանազան ուրեմն pedagogan շենքեր են եւ նաեւ բնակելի շենքեր ալ կան, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինչպես նաեւ ճաշարաններ ու քնումի վայրեր։ Եկեք մոդենանք։ Իրենց ուրեմն շուրի չաստվածն է սիրելիներ, գրեցեք։ Վերևը գտեսնեք 3 տրոշակներ, գավույթ տրոշակը, առաջին տրոշակը այստեղ ինչ է, Եվրոպայի տրոշակն է, երկրորդը կանաչ ջերմակ կարմիր Իտալիայի տրոշակն է, իսկ երրորդ տրոշակը քաղաքի, Ֆլորանս քաղաքի կամ իրենց դուկալեին արձանը։ Տեսեք սիրելիներ, Իտալիան հարուստ է ինչով մարմարով։ Տեսեք, ասանք բացարիք մարմարցիեր են, ուրեմն ճուրի չաստվածը եւ զանազան ուրեմն չաստվածներ կամ առասպելական այո եւ ացին վրայինը սիրելներ այս քաղաքի պաշտպան սուրբը կհամարվի Սուրբ Հովանես Մկրտիչը մենք հիմա գերտանք դեպի հին գամուրջը Ponte Vecchio շատ բարի տեսեք այլեցեք թե ինչ տեսակի արվեստ սիրելիներ իրենք ներկայացուցած են հզոր չմոռնաք որ եւս եմ այս բալադը որ գտեսնեք 1300 թվականին է 1300 թվականի
տղյակ բալադ է ասիկա 1300 թվականի շատ բարի օրդյալ եղեք